Արամ Խաչատրյան համերգասրահը լցվում է մարդկանցով, որոնց մեծամասնությունը գիտի, որ իր ձեռքում իրականում ոչ միայն սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված համերգի տոմս է, այլ շուտով տնկվելիք սիմֆոնիկ անտառի նվազագույնը 1 ծառ։ Մեկ տոմսը ծառ տնկելու համար, ճիշտ եմ հիշում, 1 ծառ։ Որի համար եւ ես ոգևորվել ու եկել եմ։ Միանշանակ ուրախ եմ, որ Հայաստանում եւս 1 ծառ կտնկվի։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գաղափարն էր, որ Հայաստանը կարող է ունենալ սիմֆոնիկ անտառ, ճիշտ նույն ուրվագծով, ինչպիսին նվագախումբն է բեմում։ Այսինքն, եթե վերևից մենք նայենք անտառին, այն կունենա սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին բնորոշ ծավալները եւ ձևը։ Այս գաղափարին հավատաց Միդրամի ուժն ու դարձավ սիմֆոնիկ անտառ նախագծի գլխավոր աջակից, որ արդյունքում Իմ անտառ Հայաստան կազմակերպության միջոցով մեր երկրում նոր անտառ տնկվի։ Ինչքան կարևոր է այս համագործակցությունը մեզի համար, որովհետև երաժշտությունը շատ կարևոր է մարդու հոգու համար եւ նաեւ նույնպես մեր բնությունը շատ կարևոր է մարդու ապրելու համար։ Այս նախագիծը մեկնարկել ենք այսօր եւ այն հուսով եմ, որ մեծ արդյունքներ կգրանցի եւ իսկապես 20,000 ծառ մենք կարողանանք տնկել։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին, գործընկերներին, ովքեր միացել են այս նախաձեռնության։ Վստահ եմ, որ տարիներ անց մենք ականատես կլինենք արդեն Սաղարթախիտ անտառի եւ միգուցե այնտեղ վայելենք սիմֆոնիկ երաժշտություն։ Միդրամի ուժով անտառում բացի համերգի տոմսերի հասույթի արդյունքում տնկվող ծառերից կտնկվի առնվազն 6250 ծառ։ Սա նշանակում է, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պարզապես կատարելով վճարում Իդրամնդայդի բանկ հավելվածով նպաստում է նրան, որ սիմֆոնիկ անտառում ավելի ու ավելի շատ ծառեր տնկվեն։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում ինչքան շատ վճարում կատարեն, այնքան ավելի շատ ծառ կտնկվի։ Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության եւ Միդրամի ուժը նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչ օրս ավելի քան 30,000 ծառ է տնկվել։ Այս թիվն է շուտով մեծանալու, իրականության մեջ ստեղծելով նոր կանաչ տարածքներ։ Իդեպ Միդրամի ուժը, ծրագիրն ու սիմֆոնիկ անտառը շատ նման են իրենց ասելիքով։ Այս երկու գաղափարների հիմքում միասնության կարևորությունն է, երբ փոքրիկ ջանքերը համատեղելով մեծ ուժ են դառնում ու բերում փոփոխություն յուրաքանչյուրիս կյանքում։